Բարև ձեզ։ Այսօրվա մեր հյուրը Թամարա Գյունաշյանն է, ով ապրում է Գերմանիայում արդեն 11 տարի։ Բարև ձեզ Թամարա ջան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Վստահ եմ հետաքրքիր զրույց կունենանք։ Եկեք պատմեք Ես մեզ, եմ ինչպես եք հայտնվել Գերմանիայում եւ ինչու հենց Գերմանիա։ Գնանք հետ 11 տարի առաջ։ Ճիշտ է։ Երբ որ ավարտեցի դպրոցը, 18 տարեկան էի, ու կար հնարավորություն մեկնելու Կանադա, այնտեղ ուսում ստանալու, կրթություն շարունակելու, կամ գալ Գերմանիա ու այստեղ շարունակելու ուսումս։ Մայրիկս ու եղբայրս այստեղ են ապրում, արդեն 22 տարի, ու քանի որ գերմաներեն լեզուն ավելի հեշտ սովորեցի, քան անգլերենը, չնայած մարդիկ հակառակն են ասում, որ գերմաներենը շատ ավելի դժվար է, հենց որոշեցի, որ կամ Գերմանիա, այստեղ լինեմ ծնողիս կողքին, մայրիկիս կողքին, եղբորս կողքին ու կրթությունս այստեղ շարունակեմ։ Հա։ Իսկ Կանադայի հնարավորություն, այսինքն պետություններ ինչ որ բան տրամադրում, շանս տալիս, որ կարելի է գնալ ուսման հետ կապված։ Այո, հոր եղբայրս այնտեղ էր ապրում, Հա։ այլ այնտեղ է ապրում, ու այնտեղ կրթությունը համալսարան սովորել նման հնարավորություններ կար, բայց Գերմանիան ավելի մոտիկ է Հայաստանին, եւ բացի այդ մայրս էր այստեղ, դրա համար որոշեցի, որ կամ այստեղ սովորեմ։ Հա։ Այսինքն դուրս է գալիս մայրիկը ավելի շուտ է Գերմանիա տեղափոխվել, բայց դուք մենակով մնացել եք Հայաստանում։ Այո, մնացել եմ տատիկիս մոտ, հայրիկիս, մայրիկի մոտ եւ հորաքրոջս։ Այնտեղ եմ մեծացել, ստացել եմ կրթություն, ավարտել եմ դպրոցը եւ հետո նոր տեղափոխվել եմ այստեղ։ Հա, բայց երբևէ միտք չի եղել ձեզ մոտ, որ ինչի ավելի շուտ չգնամ էլի մամայի մոտ։ Հեշտ է եղել ձեզ համար, ուզեմ ասել, մինչև այդ տեղափոխվելը մնալ մենակով։ Չէ, շատ դժվար է եղել, բայց տատիկիս հետ կապը ավելի մեծ է եղել։ Հա։ Ցանկությունը Հայաստանում լինելու նույնպես։ Շատ դժվար էր օրինակ այստեղ առանց տատիկիս։ Իսկ հեշտ ստացվեց, որ այդ որոշումը կայացնեք, որ վերջնական տեղափոխվում եք։ Կարծես տարիների ընթացքում պատրաստվել էի արդեն դրան։ Հա։ Այդ ընթացքում 10 տարի չէի տեսել մամայիս, եղբորս, Հայաստանում էի, իրանք այստեղ էին, ու գիտեի, որ ինչ որ մի օր գալու է, որ գնալու եմ իրենց մոտ։ Արդեն պատրաստ էի դրան։ Հանդիպումները շատ հետաքրքիր եղավ, 11 տարի անց այդ ժամանակ արդեն եղբայրս երբ որ ինձ տեսավ, առաջի ռեակցիան, բայց այդքան էլ բոյով չես։ Ինքը ինձ չէր պատկերացնում, ասես կամերայի հետևում, ինքը շատ բոյով է, իսկ ես այդքան էլ բոյով չէի, ինքը չէր պատկերացնում, որ ես կարճ կլինեմ։ Իր համար սենց հետաքրքիր ռեակցիա էր ու շատ կարոտ կար մեր հանդիպման մեջ։ Ինչ սպասելիքներ ունեիք, որ օրինակ պատկերացնում եք, որ այսպես կլինի հանդիպումը կամ այ Գերմանիան այս ձև կլինի, ոնց պատկերացնում եք ձեր երևակայության մեջ այդ բոլոր սպասելիքները արդարացվեցին, թե ինչ որ ավելի լավ բան դեռ հանդիպեցիք կամ հակառակը։ Ճիշտ ասած, չունեի սպասելիքներ ընդհանրապես։ Հա։ Չգիտեի ինձ ինչ է սպասում այստեղ։ Մայրիկիս 11 տարի չէի տեսել, չգիտեի ինչպիսին է կյանքը այստեղ, ինչքան էլ որ հեռախոսով խոսել էինք, զրուցել էինք, պատմել էին, լսել էի հեշտ բաներ ու դժվարություններ, այդ ամեն ինչ լսել էի հեռախոսով, բայց երբ որ արդեն այստեղ ես ու այստեղի կյանքն ես տեսնում, արդեն լրիվ ուրիշ, երբ որ ինքդ ես զգում քո վրա այդ դժվարությունները, հաճելի պահերը, ուրախությունները կամ տխրություններն արդեն լրիվ ուրիշ զգացողություն է։ Երբ որ Հայաստանում էի, չէի կարող ոչ մի բան պատկերացնել, թե ինչպես է այստեղ լինելու կյանքը։ Գիտեի, որ մայրիկս է այստեղ հաստատ ապահով եմ։ Չեմ գնում ինչ որ օտար երկիր առանց բարեկամների, հարազատների, գիտեի, որ հաստատ լավ կլինի։ Հա, թիկունքում մարդ կա, բայց ինչ էր սպասվում, գաղափար չունեի։ Հա։
Գերմաներեն, բայց այդտեղ սովորեցիք, թե այստեղ արդեն ուսումնասիրում էիք, որ պատրաստ լինեիք։ Հայաստանում 1 ամիս, 2 ամիս պարապեցի գերմաներեն լեզու ու շատ հեշտ տրվեց, շատ սիրեցի։ Չնայած ասում եմ, որ շատ դժվար է, բայց ես շատ սիրում եմ, շատ մեծ հաճույքով եմ խոսում գերմաներեն լեզվով, արդեն 11 տարի, հիմա ունեմ C1 մակարդակ գերմաներենից, արդեն ավարտել եմ, ընդհանրապես չեմ էլ մտածում լեզվի դժվարությունների մասին, կարծես անցյալում լիներ, կարծես էդի ես չէի, որ այդ ամեն ինչի միջով անցա։ Այդ դժվարությունները լեզվի հետ կապված, կարծես իմ հետ չլիներ այդ ամեն ինչը։ Բայց կա ինչ-որ մի պահ լինում է, որ ասում եք, բայց խի Կանադա չգնացի։ Հա, Կանադայում ավելի հեշտ կլիներ իմ ճանապարհը երևի, քան Գերմանիայում, որովհետև օրենքների առումով Գերմանիան շատ խիստ է։ Այն ինչի որ օրինակ 11 տարում հասել եմ Գերմանիայում, կարող էի 4-5 տարում հասնել Կանադայում։ Հա, դե միգուցե այնտեղ էլ ուրիշ խնդիրներ կլինեին։ Վստահ, առանց խնդիրների չէր լինի։ Բայց ընդհանրապես չեք եղել Կանադայում։ Չեք գնացել։ Եղել եմ, այցելել եմ, այո, այցելել եմ, ճանապարհորդել եմ, պլանավորում եմ նաև հաջորդ տարի այնտեղ լինել, ինձ շատ դուր է եկել երկիրը, բայց տարբերությունը, երբ որ առաջի անգամ գալիս ես Գերմանիա, ես գյումրեցի եմ, ու երբ որ Գյումրիից առաջի անգամ գալիս էի Գերմանիա, շատ մեծ տարբերություն կար, երբ որ արդեն բայց Գերմանիայից գնում եմ որպես այցելու Կանադա, չեմ զգում այդ տարբերությունը։ Հա։ Իմ համար ամեն ինչ սովորական է թվում։ Ինչպես Գերմանիայում, այնպես էլ այնտեղ չկա շատ մեծ տարբերություններ երկրների մեջ։ Հա։ Ավելի ադապտացված եմ ինձ զգում, ավելի ինտեգրված եմ ինձ զգում, քան երբ որ Գյումրիից եկել էի առաջին անգամ բոն քաղաք Գերմանիա, նույնիսկ չգիտեի ինչպես են նստում գնացք։ Հա։ Հիմա որ հիշում եմ, ամեն ինչ շատ տարօրինակ էր ինձ այստեղ թվում։ Շատ օրինակ ինչ առումով։ Հետո օրինակ գնացք, այստեղ մարդիկ շատ են օգտվում գնացքներից, մեկ քաղաքից մյուսը գնալու համար օգտվում են գնացքներից կամ թեկուզ քաղաքի մասեր այցելելու համար նստում են գնացք։ Հա։ Այդ չկար Գյումրիում։ Այդ տարիներին չկար նման բան ու շատերը գիտեն, որ երբ որ նոր են գալիս, այն տարիներին, երբ որ նոր են գալիս, կանգնում նայում էին, թե մարդիկ ինչպես են նստում գնացք, ինչպես են գնում գնացքի տիկետներ։ Ինչպես են գնացքից իջնում, շատերը վախենում էին, նույնիսկ ես ինքս վախենում էի, որ հիմի գնացքը կանցնի իմ կանգառու, ես չեմ հասցնի իջնեմ այնտեղից։ Կմնամ գնացքում։ Երբ որ լեզվին էլ լավ չես տիրապետում, չես հասկանում, թե ինչ են հայտարարում։ Հա։ Եղել է, որ սխալ ուղղությամբ եմ գնացել գնացքով, մոլորվել եմ, հետո նորից հետ եմ վերադարձել։ Շատ դեպքեր են եղել։ Հետաքրքիր է, բայց Երևանի գնացքը դեր նստած կլինեք, չէ՞։ Չեմ եղել շատ հաճախ Երևանում, Գյումրիում եմ եղել, այդ տարիներ դպրոցական տարիներ են եղել, հիմնականում դասեր, տուն, կապ չի եղել շատ Երևանի հետ։ Հա, ուզում եմ տեսնել տարբերությունը շատ է Գերմանիայի ու Երևանի գնացքը, էլի։ Երևան Գյումրի գնացքն եմ նստել։ Հիմի արդեն կարծեմ նոր գնացքներն են գնում, նման նույն Գերմանիայի գնացքներն են։ Հա։ Բայց 2014-15 թվականին չկային այդ գնացքներն, ինչ կան ես գիտեմ։ Հա, հա։ Այնինչն էր, որ ուրիշ էլի ոնց որ տարօրինակ էր թվում Գերմանիայում, որ եկել էիք Գերմանիա ու ոնց որ չհարմարվեիք ամեն դեպքում, խանգարում էր այդ ձեզ, որ ավելի հեշտ ադապտացվեիք էլի երկրին, իրանց կենցաղին։ Մարդկանց սառնությունը։ Մարդիկ շատ սառն են, շատ զբաղված են, ժամանակ չունեն, հիմնականում բոլորն աշխատում են։ Հա։ Ու այդ իմ համար օրինակ շատ տարօրինակ էր, որովհետև Հայաստանում հաճախ հանդիպում ենք հարևանների հետ, բարեկամների հետ, պետք չէր պատճառ, որպեսզի մեկը մյուսից այցելեն, մեկ բաժակ սուրճ խմենք, իսկ այստեղ այդպես չի։ Սուրճ խմելու համար հատուկ ժամադրություն ենք անում, պայմանավորվում ենք, հարմար տեղ ենք գտնում, հարմար օր ենք գտնում ու
նոր հանդիպում ենք, ուղղակի գնալ ինչ-որ մեկի տուն, որ սուրճ խմենք, թեկուզ մեր հայերի հետ, մի քիչ դժվար է, որովհետև կամ իրենք են զբաղված, կամ դու ես զբաղված, ընդհանուր օր ու ժամ գտնելը շատ դժվար է։ Հայերը ուզած չուզած ինքնաբերաբար այդ մշակույթը մեր մեջից կորում է, այսինքն Գերմանիայում որ կարելի է առանց առիթ հանդիպել ու ասենք ցանկացած պահի սուրճ խմել ու բամբասել, ճակերտավոր ասած։ Այն հայերը, ովքեր որ աշխատում են, մշտական աշխատանք ունեն, երեխաներ ու շատ զբաղված են իրենց գրաֆիկով, շատ դժվար է ուղղակի հանդիպելը, դժվար ես ինքս երկու տեղ եմ աշխատում, կան հոգսեր, այդ ամեն ինչը ու հետո հանդիպումներ, ազատ ժամանակ գտնել շատ դժվար է։ Բայց կան նաև հայ ընտանիքներ, ովքեր որ հենց այդ ատատով ապրում են, մեր հայկական կանայք տանն են լինում, հիմնականում ամուսիններն են աշխատում, նման դեպքեր կան։ Կախված թե ինչպես ինչ կյանքով ենք այստեղ ապրում, ինչով ենք զբաղվում, դրանից էլ է կախված։ Փաստորեն որ ասում են Գերմանիայում կամ ընդհանրապես Եվրոպայում, ԱՄՆ-ում մարդիկ չեն հասցնում հանգստանալ, այդքան էլ միֆ չի, այդպես է էլի, ոնց որ միշտ զբաղված է, գրաֆիկը խիտ է լինում մարդկանց։ Ու ոչ միայն խիտ, րոպե առ րոպե, ամեն ինչ րոպեներով հաշվարկած է։ Հա, ամեն ինչ հաշվարկած, նույն ժամին արթնանում ենք, նույն ժամին լողանում ենք, նույն ժամին տանից դուրս ենք գալիս։ Եթե նույնիսկ 1 րոպե տանից ուշ ենք դուրս գալիս, արդեն խցանումներ, ինչ որ օրը չի ստացվում։ Ամենտեղ ուշ ենք հասնում, ամբողջ օրը հակառակն է ստացվում։ Ամեն ինչ րոպեներով է, այսինչ ժամին սկսում է աշխատանքը, այսինչ ժամին ուղիղ վերջանում է, դրանից հետո այսինչ ժամին արդեն տանն ենք։ Ու եթե գրաֆիկից դուրս ես մնում, արդեն մնացածն է շեղում։ Գերմանական ճշտապահություն։ Հա, բայց ես սիրում եմ, չգիտեմ, միգուցե չեմ ապրել դրա մեջ, դրա համար ասենց հերվից քաղցրա թվում, բայց չգիտեմ, դուրս գալիս է ինչքան լսում եմ այդ գերմանական ճշտապահության մասին էլի, որ ամեն ինչ հաշվարկած, ամեն ինչ ճիշտ րոպեներով նույնիսկ։ Երբ որ գալիս ենք Հայաստան, հենց մտնում ենք Հայաստան, հենց արդեն վայրեջք կատարում ինքնաթիռը, ամեն ինչ փոխվում է նույն րոպեին, էլ չկա ճշտապահություն մեզ համար, ոնց որ երբեք Գերմանիայում ապրած չլինենք, ոչ մի բան չենք հասցնում ժամանակին, լրիվ հակառակն է ստացվում, հենց գալիս ենք մեր Հայաստանը, արդեն ամեն ինչ հակառակն է։ Հետաքրքիր, բայց ո՞րն է ավելի հարազատ, որ գալիս եք Հայաստան ամեն ինչ դառնում է ոնց որ ժամանակից, գրաֆիկից շեղված ձևով, թե ճիշտը հենց Գերմանիա։ Դուք արդեն երկուսով էլ ապրել եք, ըստ ձեզ ո՞րն է ճիշտ։ Հայաստանում ավելի հանգիստ ենք, ավելի քիչ է սթրեսը։ Գուցե նրա հետ է կապված, որ այնտեղ չենք ապրում, այսինքն որպես տուրիստ ենք գալիս, որպես այցելու ենք գալիս, երևի ավելի հանգիստ ենք, բայց երբ որ այդտեղ ենք լինում, ոնց որ երբեք չենք եղել Գերմանիայում, երբեք չենք ապրել Եվրոպայում, միշտ եղել ենք Հայաստանում ու շատ ավելի հանգիստ ենք, ավելի քիչ սթրես ունենք, հայավարի, այո։ Ինչը Գերմանիայից կտեղափոխեիք Հայաստան, որ զգում եք, որ Հայաստանում պակասում է, կուզեիք լիներ ու կյանքը դրանով ավելի թեթև կդառնար, ավելի լավը միգուցե։ Անվճար կրթությունը։ Գերմանիայում կրթությունն անվճար է բուհերում, քոլեջներում, ամեն ինչ անվճար է։ Ու ի տարբերություն Հայաստանում, Գերմանիայում երբ որ սովորում են քոլեջ, միաժամանակ աշխատում են ֆիրմաներում։ Ու ստանում են աշխատավարձ, ճիշտ է, աշխատավարձը շատ փոքր է, բայց հերիքում է մարդուն որոշ ծախսեր հոգալու համար։ Հայաստանում քոլեջները այդ առումով ինձ թվում է, որ դերձականալու տեղ ունեն։ Օրինակ հենց բուժքույր մասնագիտությամբ, եթե այստեղ սովորում ես, համապատասխան գտնում ես աշխատանք ու աշխատում ես հիվանդանոցում ու հետո սովորում ես 2 օր գնում ես շաբաթական դասի, իսկ 3 օր արդեն աշխատում ես ու դրա համար աշխատավարձ ես ստանում որպես ուսանող։ Հենց համալսարանը, հենց քոլեջն է ապահովում, առաջարկում այդ աշխատանքը, թե դուք քոլեջը։ Դուք ասենք օրերով, ամիսներով աշխատանք չեք փնտրում տեղավորվելու համար։ Ոչ, դու ինքդ ես գտնում, բայց հենց մոդելը հենց այդպեսին է, այսինքն երբ որ դու ուզում ես սովորես քոլեջում,
Սկզբից գտնում ես գործատուի, ով քեզ առաջարկում է այդ մեթոդով իր մոտ աշխատել ու սովորել։ Կոչվում է Ausbildung մեթոդը։ Շատ տարածված է Հայաստանից, շատ մարդիկ գալիս են այստեղ սովորելու, Ausbildung անելու։ Իրենք 3 օր լինում են գործատուի մոտ ու 2 օր լինում են դպրոցում։ 3 տարի է տևում, կա նաև 1 տարի տևողությամբ, կա 2 տարի տևողությամբ, հետո ավարտում են, հասնում են քննություններն ու անցնում են աշխատանքի։ Բայց գործատուի շահը այդ դեպքում, այդ հատվածում ո՞րն է, եթե իր աշխատողը 3 օր բացակայ է լինելու ու չի աշխատելու, բայց աշխատավարձ պիտի տա։ Նախ շատ քիչ է վարձատրվում աշխատողը, հետո միանգամից սովորում է, թե ինչպես ֆիրմայում կամ ինչպես այդ նույն հիվանդանոցում աշխատել։ Այսինքն 3 տարի հետո գործատուն ունի պատրաստի աշխատող, որ ամեն ինչի սովոր է, արդեն տեղյակ է, թե ինչպես է ամեն ինչ այդ հիվանդանոցում աշխատում, ինչպես են կազմակերպչական հարցեր է երևի։ Օրենքներ ամեն ինչի տեղյակ ես, այսինքն դու 3 տարի քիչ աշխատավարձով եղել ես ֆիրմայում, տեսել ես թե իրենք ինչպես են աշխատում, տեսել ես թե իրենք ինչ ադատներ ունեն, ինչ հաճախորդներ ունեն, այդ ամեն ինչը սովորում ես արդեն, քիչ աշխատավարձ ես ստանում, քեզ գործատուն քիչ աշխատավարձ է տալիս, բայց 3 տարի հետո պատրաստի աշխատող ունի։ Ու այդ ընթացքում դու իրեն օգնում ես։ Այսինքն դու չես նստած ու ոչինչ չես անում, դու աշխատում ես։ Ու քիչ է վարձատրում։ Քեզ սովորեցնում է եւ 3 տարի հետո քեզ տալիս է հնարավորություն իր մոտ աշխատելու ու դու ունես 3 տարվա տանքային փորձ։ Բայց կարա լինի այնպես, որ 3 տարին լրացավ, դուք որոշեք ուրիշ տեղ աշխատեք։ Թե արդեն պայմանագիր եք կնքում, որ կարելի է։ Դու կարող ես ցանկացած տեղ 3 տարի հետո աշխատես։ Ես ինքս նույն ձև եմ սովորել։ Առաջի 3 տարին սովորել եմ որպես office management, office կառավարում եմ սովորել, ապահովագրական ֆիրմայում եմ աշխատել, ընդհանուր management։ Դպրոցում սովորում էի այն ամեն ինչը, ինչ որ ինձ պետք էր, որպեսզի ցանկացած ֆիրմայում կարողանայի աշխատել, իսկ ֆիրմայում սովորում էի տիպիկ այն, ինչ որ ինձ պետք է հենց այդ ֆիրմայում աշխատելու համար։ Ու երբ որ 3 տարին վերջացավ, ես չուզեի տեղում մնալ եւ տեղափոխվեցի, բայց արդեն սովորել էի թե դպրոցում, թե այդտեղ, թե ոնց են աշխատում օֆիսում, ոնց են աշխատում բյուրոյում։ Ու ինչ շատ հեշտ էր աշխատանք գտնել։ Դրանից հետո կա հնարավորություն նաև բակալավրի կոչում ստանալ։ Երեկոյան դասերի մասնակցեցի ու ստացա բակալավրի կոչում 3 տարի է նորից տևում աշխատանքից հետո։ Երեկոյան ժամին, բայց այդ ամեն ինչ անվճար է, այսինքն կրթությունն էստեղ անվճար է։ Երկրորդ աշխատանքը ոնց որոշեցիք, որ պետքա ոնց որ ուրիշ տեղ տեղափոխեք, էլի։ Այդ ընթացքում փնտրում էի աշխատանք ու քանի որ ավելի հարմար էր, ավելի մոտ էր, դեռ մեքենա չէի վարում այդ ընթացքում, ինձ պետք էր աշխատանք, որ ավելի շուտ հասնեմ, գնացքների հույսին չմնամ, չնայած գերմանական ճշտապահություն է այստեղ, բայց գնացքները շատ են ուշանում։ Ու դրա համար ընտրեցի էլի օֆիս, բայց ուրիշ ոլորտում արդեն։ Ու արդեն քանի տարի է այդտեղ եք աշխատում։ Գոհ եք, կարևոր է։ Չէ, հետո էլի փոխեցի աշխատանքը։ Հիմա հաշվապահական ֆիրմայում եմ աշխատում, անցած տարի ստացա բակալավր կոչում, օֆիս կառավարում, բիզնես կառավարում, բիզնես ծրագրավորում։ Ու հիմա ավելի պաշտոնում եմ աշխատում։ Ուրիշ ինչ կտեղափոխեի Գերմանիայից Հայաստան։ Օրենքների հետ կապված։ Սոցիալ-տնտեսական քաղաքականությունը օրինակ։ Հենց նույն սոցիալ-տնտեսական քաղաքականությունը Գերմանիայում չկան հարուստներ, ինչքան էլ որ աշխատես, այսինքն կան հարուստներ, բայց պետությունը չի թողում, որ դու շատ հարուստ դառնաս։ Ինչքան աշխատում ես, այդքան շատ են հարգերը, այդքան շատ են խնդիրները, այդքան շատ են հարցերը, բյուրոկրատիան։ Այսինքն երբեք չես կարող ուղղակի, չգիտեմ, 10 տեղ աշխատելով դառնաս հարուստ կամ շատ բարձր աշխատավարձ ստանալով դառնաս միլիոնատեր, բայց իրանք չեն էլ թողում, որ դու աղքատ լինես։ Միշտ պետությունը պահում է քեզ ինչ-որ միջին վիճակում։ Դու շատ հարուստ չես ու շատ աղքատ չես։ Այսինքն բոլորդ հավասար եք զգում։ Օրինակ այդ գծը։ Այո,
Այո, այստեղ չես տեսնի դրսում մուրացկաններ, ովքեր որ գումարի պակասի պատճառով են մուրացկանություն անում։ Իրենք այդ կյանքը ընտրել են։ Իրենք ստանում են պետությունից գումար, իրենք ունեն հնարավորություն պետության կողմից տուն ստանալու, ապրելու, կացարան ստանալու, բայց չեն ուզում։ Ստանում են գումարը, բայց ապրում են փողոցում։ Էդի աշտեն ապրելակերպ է։ Իրանք այդ ձև են ուզում ապրեն։ Հա։ Իսկ այն մարդիկ, ովքեր ունեն գործարաններ, ֆիրմաներ, շատ հարկեր են վճարում, շատ բյուրոկրատիայի հետ են հանդիպում ու կցանկանայի, որ Հայաստանում էլ այդպես լիներ, որ աղքատները չապրեին ուղղակի փողոցում, որովհետև ստիպված են, Հա։ այլ ունենային ընտրելու հնարավորություն, Հա, աշխատելու հնարավորություն, այո։ Հետաքրքիր, բայց գոնե հագու կապից ինչ որ մի ձև չի զգացվում, որ օրինակ այս մարդը ենթադրենք գործարանի տնօրենն է, այս մարդն էլ այդ գործարանի հասարակ աշխատող է։ Կամ այդ մեծամտությունը, որ մենք նկատում ենք, չէ՞ մեր մեջ։ Հասարակ աշխատողները երևի ավելի ճոխ են հագնվում, քան գործարանի տնօրենները։ Իրենք ընդհանրապես չեն սիրում ցույց տալ այդ ճոխությունը, ոնց որ Հայաստանում է, ու չեն սիրում ընդհանրապես աչքի ընկնել։ Նույնիսկ մարդ, ով որ ունի շատ մեծ ունեցվածք, իրեն կարող ենք տեսնել փողոցում հեծանիվով, պատրտված շորերով, բայց կոկիկ հագնված։ Հա։ Նույնիսկ խոսակցության ժամանակ է։ Իրենք չեն սիրում ընդհանրապես գումարից խոսել։ Չէ, գումարից չխոսեմ, բայց ոնց որ զգաք, որ մենք ասում ենք վերխից է խոսում կամ ինչ որ մեծամտության ինչ որ նշաններ զգացվի մոտը, չկա ընդհանրապես այդ ձևի բան։ Չէ, իրենք ապրում են շատ հասարակ կյանքով։ Հիանալի է։ Կարող է չունենալ, հա, նույնիսկ կարող է չունենալ սեփական տներ։ Հա։ Կարող է ապրեն վարձով, չունենան մեքենա, բայց կարևորը իրենց հաշվի համարի վրա ունեն գումար ու լավ ճանապարհորդում են։ Դա իրանց համար շատ կարևոր է, օրինակ։ Հա։ Իրենց հանգիստը, իրենց ուտելը շատ իրենք սիրում են, հա, այդ ամեն ինչը, բայց ճոխություն, ոնց որ մենք ենք սիրում, չկա։ Հա։ Բայց ինձ դուր է գալիս ճոխությունը մեր հայերի, մանավանդ երբ որ Հայաստանում ենք լինում, շատ գեղեցիկ շենքեր, շատ գեղեցիկ վայրեր կան, որ նոր են սարքված։ Տարբերվող։ Իսկ այստեղ այդպես բաներ չես հանդիպի, այստեղ չես հանդիպի ռեստորաններ, որոնք որ պալատների են հիշեցնում։ Հա։ Ինչպես Հայաստանում օրինակ։ Այստեղ նման բաներ չես հանդիպի։ Հա։ Իսկ Հայաստանից ինչը կտեղափոխեի Գերմանիա։ Մեր հյուրասիրությունը։ Հա։ Ճոխությունը։ Ճոխությունը, այո։ Անձամբ ինձ մեր տունը Հայաստանի ընկերներիս կտեղափոխեի, որ բոլորին շատ կարոտել եմ։ Մեր հայ տեսակը, այստեղ չկա այդ մարդկայնությունը, ջերմությունը, չկա այստեղ պակասում է ջերմությունը։ Հետաքրքիր է, բայց եթե մտածում ենք, որ իրանք հասարակ են, եթե իրար չեն ոնց որ վիրավորում, իրար չեն գծողական ոչ մի ձև ինչ որ բան չեն ուզում ապացուցած լինեն, ցույց տան, որ ես բարձր եմ, ցածր ես, ինչ որ տենց բան չկա, բա էլ ինչի են իրանք սառը էլի, չէ՞։ Ինչի՞ց է գալիս հետաքրքիր այդ ամեն ինչը։ Իրենք ապրում են իրենց համար, իրենք չունեն ոչ մեկի ոչինչ ապացուցելու։ Իրենք չունեն ոչ մեկի ոչինչ ցույց տալու։ Շատերն ասում են, որ աշխարհում շատ մարդիկ կան, ովքեր որ սոված են, ովքեր որ այս ամեն ինչի կարիքն ունեն ու ինչ կարիք կա ավելորդության։ Իրենց համար ճոխությունը դա ավելորդություն է։ Օրինակ, եթե մի ընտանիքում ամեն ընտանիքի անդամն ունի մեքենա, այդ իրանք արդեն ավելորդություն են համարում։ Հա։ Կամ երեխաներին լավ կրթության տալու, պարապողների մոտ տալ, ոնց որ մենք ենք անում, չէ՞, Հայաստանում, պիտի կամ հենց այստեղ է շատ հայեր այդպես են անում, որ պիտի երեխան կրկնուսույց ունենա, պիտի ավելի շատ սովորի, ավելի
շատ ավելի շատ տեղեր, շատ բաների մասնակցի, բարի դասի, երաժշտության եւ այլն, իրենք էդի չեն անում այստեղ։ Իրանց համար ավելորդություն է։ Հա։ Բայց նաև կրթությանը տեղ են տալիս ամեն դեպքում, այնպես չի, չէ, որ տեղ չեն տալիս։ Իրենք չեն ստիպում իրենց երեխային, որ դու պիտի լինես ամենախելացին, որ դու պիտի շատ սովորես։ Իրենք շատ հասկանում են երեխային, փորձում են, օքեյ, չես սիրում, ոչինչ։ Արա այն ինչ որ սիրում ես, արի հասկանանք ինչու նախնդիրը։ Շատ հաճախ հանդիպում եմ այստեղ մարդկանց, երեխաների, որ հաշվելու այդ խնդիրներ ունեն։ Հա։ Ու ծնողը մեկնաբանում է, որ այո, երեխան խնդիր ունի։ Բայց եթե շատ խորանում ես այդ թեմով, հասկանում ես, որ ընդհանրապես երեխայի հետ չեն զբաղվել։ Ոնց որ մեր հայ մայրիկներն են անում։ Հա։ Բայց հիմա ո՞րն է ճիշտ դուրս է գալիս։ Որ երեխա խնդիր ունի։ Եթե նայենք, ո՞րն է ճիշտ դառնում, միգուցե հայ ծնողն է ճիշտ անում, որ ստիպում է, որովհետև երեխան ինքը երեխայա չի հասկանում, չէ՞ որ պիտի սովորի։ Իրանից լինի ինքը առավոտից երեկո չեմ անում, խաղ կխաղա, ոչ մի դասել չի սովորի, չէ՞։ Այսինքն այդտեղ երեխեքը կրթված չեն, այտենց մեր հայ երեխաների նման դուրս գալիս։ Չէ, մեր հայ երեխաները շատ կրթված են ու շատ ձգտող են, շատ ավելի թասիբով են։ Հա։ Երբ որ համեմատում ես հայ ու գերմանացու երեխային, շատ տարբերություն ահռելի է։ Հա։ Մենք մեր ընտանիքները շատ սիրում ենք, հարգում ենք, մենք ծնողներին ենք մեր մեծարում։ Ու ապրում ենք, որպեսզի ինչ որ մի լավ բան, մի լավ հետք թողնենք։ Հա, հա։ Իսկ գերմանացին ապրում է հանգիստ լինելու համար, կարևորը չունի պարտքեր, ոչ մեկի խնդիրներ չի առաջացնում, ինքը խնդիրներ չունի, շատ ավելի հանգիստ են իրենք ապրում։ Ամեն ինչը ժամանակին են անում։ Խոհանոցին անդրադառնանք, ըստ ձեզ հեշտ է ձեզ համար, որ Գերմանիայում եք ապրում ու խոհանոցի հետ կապված ինչ որ կերակրատեսակ պիտի պատրաստեք կամ հայկական մի բան եք հիշել, ինչ որ համ եք հիշել, ուզում եք դա պատրաստած լինեք, ստացվում է ձեզ մոտ, թե ամեն դեպքում այդ հայկական համը պիտի Հայաստան գաք, որ նոր արդեն վայելեք։ Այդ հայկական համը այստեղ չի ստացվում ստանալ, բայց տարիների ընթացքում կորցվում է հայկական համը, օրինակ երբ որ ես Հայաստանում էի, իմ համար օտարացել էր համը, ավելի սովորել էի այստեղի համերին։ Բայց որակը, սնունդի որակը Հայաստանում ավելի բարձր է, քան այստեղ։ Հա։ Նույնիսկ այդտեղի ամենաթանկն է։ Հա։ Հա, այն որ Հայաստանում ամեն ինչ բիո է, որ գյուղից գնում ենք, հա, տնական, մեր տնականն է, ավելի համեղ է, ավելի առողջարար է, քան այստեղի սնունդը։ Հա։ Հետո դե Գերմանիա սաղը ես դրա։ Հա։ Այստեղ մշկերը բացարձակ չունեն համ։ Երբ որ գալիս ենք Հայաստան, հիանում ենք Հայաստանի մշկերով։ Այստեղ միսը բացարձակ չունի Հայաստանի համը, խորովածը, որ Հայաստանում են անում ու որ այստեղ են անում, շատ ահռելի տարբերություն կա։ Բայց երբ որ այստեղ շատ ես արդեն սնվում, արդեն օտարանում ես, քիչ-քիչ հեռանում ես, հարմարվում ես։ Հա։ Կա ինչ որ բայց գերմանական խոհանոցից ինչ որ կերակրատեսակ, որ այն որ միջև հիմա զարմացրել է ձեզ իր համով, յուրահատկությամբ։ Անկեղծ ասած, ու շատ բաներ եմ փորձել, ամուսինս էլ խոհարար է մասնագիտությամբ, առաջին մասնագիտությամբ, շատ ենք շրջել ռեստորաններում, տարբեր ուտելիքներ ենք փորձել, տարբեր ուտեստներ ենք փորձել, բայց մեր հայկականը լրիվ ուրիշ է։ Հա։ Իսկ որ Հայաստանում երբ որ Հայաստան եք գալիս, որ կերակրատեսակն է, որ պարտադիր պիտի ճաշակեք։ Խաշմեր, հայկական։ Շատ համով է ու տատիկի պատրաստած տոլմեն, որ գալիս ենք, միշտ տատիկը պատրաստում է ու ամեն ինչ որ Հայաստանում պատրաստում են, ամեն ինչ համով է, այնպես բան չկա, որ համով չի, նույնիսկ այն բաները, ինչ որ մանուկ հասակում չէի ուտում, հիմի որ գալիս եմ, նույնիսկ այդ ուզում եմ ուտեմ, նույնիսկ դրան կարոտում եմ։ Հաճախ եք գալիս Հայաստան։
Այս տարի բախտ վիճակվեց Ամանորը Հայաստանում դիմավորելու։ Ամուսինը Սիրիահայ է, Սիրիայի հայ, ու Գյումրիում չէր եղել դրանից առաջ։ Երևանում եղել էր, ապրել էր, բայց Գյումրիում չէր եղել, ու Ամանորն էլ չէր նշել, ոնց որ մենք ենք նշում։ Հա։ Ու այս տարի եկանք Հայաստան, 1 ամիս Հայաստանում ենք եղել, Գյումրիում ենք եղել, ու ինքն էլ շատ սիրեց։ Փորձում ենք հաճախակի գալ, համ Գյումրին, համ Երևանում եղանք, շատ սիրեց, Երևանը շատ փոխվել է, Գյումրին էլ հիմի շատ է փոխվել, դեպի դրականը։ Հա։ Փողոցներն ավելի լավ վիճակում են, մարդիկ են երևի ավելի լավ վիճակում, հույսով ունեմ, որ ավելի լավ է լինելու, բայց զգացում էր փոփոխություն։ Հա։ Կար ինչ-որ մի բան, բայց ձեր ամուսնուն որ դուրս չեկավ, օրինակ Հայաստանում։ Զարմացրեց։ Զարմացրեց քանդված տները։ Հները։ Օրինակ։ Հա, շատ տներ կային, որ լքված էին, քանդված էին, շատ տխրեց, օրինակ, այդ տեսնելով շատ տխրեց։ Իսկ ընդհանուր առմամբ շատ սիրեց Գյումրին։ Ինքը Քամշլիից է, Սիրիա Քամշլիից, ասես որ շատ նման է Սիրիային։ Հա։ Քամշլիին ասես որ նման է Գյումրին։ Բայց ասես որ նորից հետ ենք գնալու, նորից այնտեղ տուն կգնենք, մեր տունը կունենանք, զգացում էր որ շատ սիրեց այդ ամեն ինչը։ Հա։ Հետաքրքիր, եթե արդեն գա այդ պահը որ տուն պիտի գնեք, Գյումրիում պիտի գնեք, թե ուրիշ տեղ, Երևան կամ մի ուրիշ մարզ, չգիտեմ։ Չգիտեմ ինչի հետ է սա կապված, բայց երբ որ գալիս եմ Հայաստան, ուզում եմ մենակ լինել Գյումրիում։ Հա։ Իսկ ձեր ամուսինը։ Երևի ամուսինս է ստիպված Գյումրիում, որովհետև ես այնտեղ եմ լինելու։ Բայց ամուսնուս համար պարտադիր չի, որ այսինքն Երևան պարտադիր չի, որ ուրիշ տեղ, կարևոր Հայաստանում։ Իր համար բոլոր տեղերը Հայաստանում շատ սիրուն են, ինքը շատ սիրում է, շատ կարոտում է։ Հիանալի է։ Իսկ նոր տարին, որ ասում եք առաջի անգամ Հայաստանում այս տարի նշեցիք, իսկ Գերմանիայում ո՞նց եք նշում։ Դե ենթադրում եմ արդեն ճոխություն չկա։ Մեր հայերը ամեն տեղ են ճոխություն սիրում։ Հա, նույնիսկ Գերմանիայում։ Կապ չունի որտեղ են։ Ու մենք հիմնականում հայկական շրջապատում ենք նշում հայերով, էլի փորձում ենք մեր ադատները պահել, մեր սովորույթները պահել, սեղան ենք դնում պարտադիր, մի քանի օր առաջ կամ մի ամիս առաջ այդ նույն աժուտաժը, գնումները, պատրաստում ենք ուտելիքներ տանը, չնայած մեկս մյուսից տուն շատ չենք այցելում, օրինակ մեր դեպքում շատ մարդիկ չեն գնում գալիս, բայց ամեն դեպքում ամեն ինչ պատրաստում ենք։ Իսկ արդեն 31-ին հավաքվում ենք կամ հայերով ինչ-որ մեկի տանը, կամ կան շատ խնջույքներ ռեստորաններում հայերը կազմակերպում են, հավաքվում ենք ու նշում ենք Ամանոր։ Հա։ Ամեն դեպքում, բայց որ այս տարի արդեն Հայաստանում նշեցիք նոր տարին, չզարմացրեց ձեզ կամ ձեր ամուսնուն Հայաստանի նոր տարվա այդ առատությունը, ճոխությունը։ Զգացի, որ այս տարի, որ Հայաստանում էի, Գյումրիում, զգացի, որ մարդիկ կարծես հոգնել են, սենց անընդհատ մեկը մյուսին այցելելուց, ամեն տարի նույն բանից, բայց ես շատ կարոտել էի։ Իմ համար շատ հաճելի էր, մարդկանց, սենց որ մեր տունն էին մարդիկ գալիս, որ մենք էինք գնում հյուր, իմ համար այդ ամեն ինչը շատ հետաքրքիր էր, բայց զգում էի, որ Հայաստանում ապրողների համար արդեն դա շատ Ձանձրալի։ Անհետաքրքիր է, մարդիկ գնում են Հայաստանից Ամանորին, հա, արդեն ձանձրալի է, բայց մեր համար շատ հետաքրքիր է, մեր համար նորություն էր, այստեղ չկա տենց բան։ Հա։ Մենք շատ սիրեցինք։ Հա, այսինքն Գերմանիայում չկա այդ մշակույթը, որ նոր տարին օրինակ չնշենք հարազատներով մեր ընտանիքի ներսում, գնանք ինչ որտեղ ճամփորդենք։ Ոնց որ հիմա հայերից շատերն են անում, էլի։ Հենց գերմանացիները ամսի 31-ը նշում են ընկերական շրջապատով, այսինքն այդ օրը իրենց համար ընտանիքի հետ կապված օր չի։
31-ը ու 1-ը նշում են ընկերների հետ։ Հա։ Իսկ Սուրբ Ծնունդը նշում են ընտանիքում։ Հա։ Արդեն դեկտեմբերի 25-26 լինում են ընտանիքում։ Հա։ Այցելում են ծնողներին, նման ոնց որ մենք, բայց մեզ նման են անում։ Փորձում են մեզ նման անել, մենակ այցելում են իրենց ծնողներին ու շատ մոտ բարեկամներին հավաքում են ինչ-որ մեկի տունը։ Իսկ որ ճանապարհորդ են, իրենց համար չկա նման բան, այս ամանորն է ճանապարհորդ ենք։ Եթե ազատ օրեր ունեն ու հարմար է ստացվում է ճանապարհորդում են։ Հա։ Հա, իրանց հնարավորությունները ուրիշ է էլի ամեն դեպքում։ Եթե համեմատենք Հայաստանի օրինակ բժշկությունը ու Գերմանիայի բժշկությունը, ըստ ձեզ շատ է տարբերվում։ Որակով կամ սպասարկելով։ Այստեղ բժշկությունն անվճար է։ Դե ապահովագրությունով։ Բայց այո, ու բոլորը պարտադիր ապահովագրված են։ Հա, արդեն մեր մոտ էլ մտցրեցին։ Հա, այդ բայց մենք մեր աշխատավարձից ենք վճարում, այսինքն ասած որ անվճար է, այդքան էլ անվճար չի, որովհետև մենք մեր աշխատավարձից ամեն ամիս ինչ-որ տոկոս վճարում ենք բժշկության համար։ Հա։ Որպեսզի կարողանանք այցելել բժիշկների շատ երկար սպասում ենք, եթե ինչ-որ կոնկրետ մեկ բժշկի մոտ պիտի գնանք, ժամադրություն վերցնենք, շատ երկար ենք սպասում։ Հա։ Լինում է, որ նույնիսկ 1 տարի պիտի սպասես, մինչև քո ժամանակը կհասնի։ Հա։ Որ գնաս բժշկի, բայց եթե լուրջ խնդիրներ են, իրենք շատ արագ են օգնում։ Հա։ Այսինքն հենց նույն ուռուցքը, այստեղ շատ դեպքեր կան, որ մարդկանց կյանքը երկարացնում են։ Հա։ Շատ լուրջ հիվանդություններ այստեղ լավ են բուժում, ավելի քան Հայաստանում։ Այսինքն դուրս է գալիս արդարացված է, էլի, որ մտածում ենք Գերմանիայում բժշկությունը բարձր մակարդակի վրա է։ Այո։ Հա։ Իսկ ընդհանուր, եթե ոստիկանությունը համեմատենք կամ ուրիշ ոլորտ, էլի համարենք այդպես, որ ամեն ինչ ավելի բարձր մակարդակի վրա է։ Ոստիկանների հետ կապված, հիմի էլի Հայաստանում շատ բան է փոխվել ոստիկանների հետ կապված, ես որ այս տարի այդտեղ ենք, մենք նկատեցինք, երբ որ միշտ այդտեղ ես ապրում, գուցե դժվար ես նկատում, բայց երբ որ արդեն դրսից ես գալիս, մենք նկատեցինք, որ շատ բան է փոխվել, իսկ այստեղ, երբ որ նոր է եկել, չգիտեմ ինչի, որ ոստիկան էի տեսնում, վախենում էի, չգիտեմ ինչի է, ինչ որ հանցանք չէի գործել, բայց ինչ որ վախ կար, ու մի օր գերմանացիներից մեկն ասեց, չէ, երբ որ ոստիկան կա, ուրեմն պիտի հանգիստ լինես, որովհետև դու ապահով ես։ Հա։ Ու հիմի որ ոստիկան ենք տեսնում, այդ ապահովության նշանը։ Չկա որ տեսար մեքենա ես վարում, հետևից ոստիկան է գալիս, դու վախենում ես, որ քեզ ինքը կանգնացվի։ Չկա նման բան, ավելի հանգիստ ես, իրենք էլ քեզ նման մարդիկ են։ Բայց մի տեսակ կոպիտ չեն ամեն դեպքում, օրինակ շատ կան, չէ՞, այդ ձևի վիդեոներ, որ եթե չենթարկվեց այդ մարդը, ոնց որ միանգամից գետնին պարկացնեն, հարված են, չեմ պատկերացնում Հայաստանում այդ ձև դեպք լինի, էլի։ Ինչ որ ոնց որ կոպիտ վերաբերվել։ Նման բաներ չեն հանդիպել Գերմանիայում։ Հա, չգիտեմ, ես միշտ տեսանյութերով եմ այդ ձև նայում, որ Եվրոպայում շատ խիստ են էլի իրենք։ Եթե ասում են, ենթալեկ պիտի կանգնես, ուրեմն վերջ, պիտի կանգնես։ Չկանգնեցիր, իրանք արդեն որ կարող իրանց իրավունք վերապահեն, ենթալեկ այլ քայլերի դիմեն, էլի։ Այստեղ Գերմանիայում ոստիկան նույնիսկ վախենում է մեզանից, որովհետև մենք կարող ենք բողոքել։ Հա։ Ու մենք գերմանացին մեծ սիրով օգտվում է այդ հնարավորությունից, ու եթե ոստիկանը ինչ-որ բան սխալ է անում, բողոքում են։ Այստեղ հաճախակի ենք զանգում ոստիկանության, եթե դրսում աղմուկ է կամ վարում ենք մեքենա ու ճանապարհին օրինակ ինչ որ մասեր են, հա, թափված է գետին ինչ որ մասեր են թափված, զանգում ենք ոստիկանություն, իրենք գալիս մաքրում են ու չես վախենում զանգես իրենց։ Այդ իրենց աշխատանքն է։ Գալիս մաքրում են, որպեսզի վթարներ չլինեն։ Հա։
կամ հենց այդ աղմուկի հետ կապված, այստեղ շատ լուրջ են վերաբերվում, օրինակ Կիրակի օրերին, եթե տունը մաքրում ես, աղմուկ ես հանում, կարող է հարևանը բողոքել ու շատ շուտ ոստիկանը կանգնած է դրան հետևում, Հա, ու արդեն պիտի արտահանած, թե ինչի ես աղմուկ անում։ հա։ Դե բայց հազիվ ոնց որ ասած մի Կիրակի տան են մարդիկ, մաքրություն չանեն ստացվում է։ Կիրակի օրերը այստեղ ազատ օրեր են, Հա, խանութները բոլորովին փակ են, ոչ մի խանութ չի աշխատում Գերմանիայում։ Ու աշխատանքներ չեն կատարում այստեղ։ հա, Այսինքն նույնիսկ լվացք հենց գերմանացին նույնիսկ Կիրակի օրը լվացք չի անի, որովհետև այդ իր համար ազատ օր է, հանգստանալու օր է։ հա։ Դրա համար էլ Կիրակի օրերը մարդիկ գնում են ճամփորդության։ Հա, ընտանիքին են նվիրում այդ օրը, ճանապարհորդում են, հանգստանում են։ Ահա։ Չէ, բայց օրինակ ես սենց եմ մտածում, եթե շաբաթ ամեն տեսեք ասում եք շատ շուտ արթնանում եք, գնում եք աշխատանքի, ենթադրում եմ աշխատանքն էլ ուշ է վերջանում, բայ դեպքում ո՞նց են օրինակ կանայք իրանց կենցաղի գործերը հասցնում։ Եթե Կիրակի էլ պիտի գործ չանենք։ Շաբաթ օրերին, Հա, շաբաթ էլի ոչ աշխատանքային է։ շաբաթ օրերին աշխատանքից հետո, չէ, շաբաթ աշխատանքային է այստեղ։ Այսինքն, Հա, եթե օֆիսում ես աշխատում, չեն աշխատում օֆիսները, մինչև ուրբաթ են աշխատում, հա, բայց խանութները շաբաթ օրերին բաց են։ հա, Կառավարությունը շաբաթ օրերին չի աշխատում։ հա, Իսկ Կիրակի օրերը ամեն ինչ փակ է, արդեն նույնիսկ հաց, եթե ուզում ես հաց գնես, խանութները փակ են, չես կարողանում գնես։ Կան հա, հացի խանութներ, որոնք որ մինչև 12-ն են աշխատում, մինչև 1-ն են աշխատում, կամ եթե մեկը ապրում է այրոպորտի մոտակայքում, ըհը, այդտեղ էլ խանութները բաց են, կարող են գնալ գնումներ անել, բայց հիմնականում ամեն ինչ փորձում ենք շաբաթ օրը վերջացնենք, որ Կիրակի հանգիստ լինենք։ հա։ Կիրակի, բայց փաստորեն այն որ լրիվ հանգստի օր է, էլի ամբողջությամբ հանգստանում եք, գործել չեք անում։ Հա, լավ Հարցում տարբերակ ենք։ է։ Այ եթե Կանադայի հետ համեմատենք, կա ինչ որ շատ լավ բան Կանադայում, որ Գերմանիայում այդ չեք տեսել ու կուզենայիք, որ Հայաստանում լիներ։ Կանադայում շատ լայն փողոցներ։ Գերմանիայում Հա, փողոցները շատ նեղ են։ հա, Կանադայում շատ լայն էին փողոցները ու այդ իմ համար շատ հետաքրքիր էր օրինակ։ հա, Այնտեղ խանութները աշխատում են շաբաթ, Կիրակի միշտ բաց են։ ըհը։ Հայաստանի Այդ էլ նման։ Հայաստանի նման։ Ճիշտ է, այստեղ ապրում ենք, սովորել ենք, որ Կիրակի օրը փակ են խանութները, Հա, բայց մի քիչ էլ sense ձգտում ենք այն կողմին, որ ինչի է փակ, կարելի էր ինչ որ sense բաց ըհը, լիներ, գնայինք մի բան կգնեինք։ Այդ Կանադայում ուրիշ է ու Կանադայում ավելի շատ մարդիկ ավելի ճոխ են ապրում, ինչպես ես նկատեցի, Հայաստանի նման։ ավելի ճոխ։ Հա, վայ։ Ու այնտեղ ավելի շատ կրեդիտ քարտ, ավելի շատ այդ հասկացողությունները, ավելի շատ է իրենց մոտ։ Հա, Գերմանիայում կրեդիտ ասվածը շատ դժվար է ստանալ, այսինքն այստեղ հմ, փորձում են հենց իրենք գերմանացիները ավելի քիչ պարտքեր ունենալ, հա։ քան Այդ առումով էլ է Ամերիկայում, էլի Կանադայում։ Հայաստանի նման։ Այո, Կանադան, մարդիկ Հայաստան։ Հայաստանում էլ փորձ։ Հա, Կանադան, Հայաստանին, բայց Հայաստանում էլ փորձում են մարդիկ քիչ պարտքեր ունենալ, ուղղակի կյանքի բերմամբ այդպես է ստացվել։ հա։ Դե ամեն դեպքում վարկ հիմնականում բոլորը ունեն էլի։ Թե հիմա ստիպված է, թե Հա, ուղղակի ճոխության համար, բայց վերցնում են։ իսկ այստեղ գերմանացի շատ զգույշ է հենց վարքի հետ կապված, իրենք շատ զգույշ են, նախ շատ դժվարությամբ են ստանում վարքեր, Ըհը, ի տարբերություն Ամերիկայի, շատ դժվար է այստեղ վարք ստանալը։ հա։ Կար Կանադայում ինչ որ տարօրինակ բան, որ զարմացաք, որ ոնց կարելի է էլի այս ձև ապրել օրինակ։ Այս պահին չեմ հիշի Չեք ճիշտն հիշում։ ասած։ Հա։ Ուրեմն չկար այդ կարգի բան, մեծագույն երևույթ։ Իմ համար օտար չէր այնտեղ, շատ նման էր այստեղին։
Հա։ Որ դուք ներկայացրեցիք իսկույն ավելի շուտ Հայաստանի նման երկիր է ինքը։ Չնայած ինձ միշտ թվացել է ինքը էլի Գերմանիայի նման սառը երկիր է։ Չի ասի, չէ, որ սառն է։ Հա, Այնտեղ էլ ակտիվ երկիր է։ հա։ Ես չնկատեցի, ես շատ հայկական շրջապատում էի, հայերի մեջ էի, այնտեղ էլ հայկական դպրոց կա։ Իմ Հա, հորեղբոր աղջիկը այնտեղ աղջիկներն այնտեղ են սովորում ու ավարտել էր, մեծ աղջիկը գնացել է այցելության հա, ու իմ համար sense այնտեղ ուրիշ էր օրինակ հայերի հետ կապված։ Ի տարբերություն իրենք ավելի համախմբված էին։ հա, Կանադայի անմիջական հայերը ավելի համեր։ համախմբված էին, ավելի շատ էին շփվում մեկը մյուսի հետ, քան այստեղ։ Հա, Հիմի վերջին տարիները այստեղ էլ շատ են հայերը, ավելի են շատացել, ավելի շատ ենք։ Բայց սկզբում, երբ որ նոր էի այստեղ, շատ քիչ կային հայեր։ հա։ Պարզ է։ Ունենք հայկական համայնք Քյոլնում, օրինակ։ Իսկ Կանադայում կա հայկական դպրոց նույնիսկ։ Իմ Հա, որ համեմատում եմ Կանադան ու Գերմանիան, երևի կուզենայի, որ Գերմանիայում լիներ հայկական դպրոց։ հա, բայց չկա փաստորեն։ Քյոլն քաղաքում ունենք հայկական համայնք ու այնտեղ, եթե չեմ սխալվում, կա շաբաթօրյա կիրակի դպրոց կա։ Հա, հա, Բայց որ ոչ եկեղեցին է։ այո, Եկեղեցու միջնորդությամբ։ Հա, այո, բայց չկան դպրոց, որ օրինակ գերմանական դպրոցի փոխարեն այցելեն դրան։ հայկական դպրոց։ Նման բան Հա, չկա դեռ։ հա։ Դե այդ արդեն է որ ասма շատ ճոխ կլիներ մեր համար։ Չէ, հուսով եմ, որ շուտով կլինի, որովհետև արդեն շատ հայեր կան այստեղ։ Հա, Հայ համայնքը մեծացել է եւ հույս ունեմ, որ այդ օրն էլ կգա, միջև որ մենք երեխաներ կունենանք, հա, մեր երեխաներն արդեն կայցելեն հայկական դպրոց։ Աստված տա։ Իսկ հայկական եկեղեցի ունենք։ Այո, շատ քաղաքներում ունենք, Հա, շատ տեղեր ունենք Գերմանիայում, նաև Քյոլ քաղաքում կա հայկական մեծ համայնք ունենք ու ես ու ամուսինս այնտեղ ենք ամուսնացել։ հա, Այսինքն շատ հայեր այնտեղ են ամուսնանում, կնքվում, ամիսը 2 անգամ կա պատարագ, հա, այցելում ենք հնարավոր բոլոր տոներին լինում է այնտեղ պատարագ։ հա։ Հա, այսինքն ակտիվ գործում ամեն եկեղեցին էլի, այդ շատ լավ է որ ոնց որ միավոր է էլի հայերին, գոնե ինքը միավորում է։ Այո, շատ ժամանակ չենք հասցնում ցավոք մասնակից լինել, բայց փորձում ենք հնարավորին չափ փորձում ենք։ Հա, շատ լավ։ Տամ իմ վերջին հարցը։ Ես ասեմ նախադասությունը, դուք շարունակեք ձեր տեսակետով, ես իմ անուշ Հայաստանի, ինչն եք սիրում։ Դժվար է։ Այնքան Տատիկին։ Հայաստանի որ հա ես իմ անուշ Հայաստանի տատիս անուշ կանչն եմ սիրում։ Օ, ինչ հետաքրքիր ձևակերպեցիք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ նաև հետաքրքիր զրույցի համար, շատ հաճելի էր։ Ջեր ու անմիջական։ Ես շատ շնորհակալ եմ Շուշան ջան։ Շատ լավ ծրագիր ունեք, հույս ունեմ, որ կնայեն մեր Հայաստանում ապրողները կորոշեն գալ այստեղ Գերմանիա ապրել, բայց նկատի ունենան, որ այստեղ դժվար է։ Սկզբի քայլերը դժվար են։ Հայաստանում էլ կա այդ դժվարությունը, ինչ էլ որ անես, նոր դժվար է։ Բայց գոնե լեզվի տիրապետելը Հայաստանում արդեն լեզու սովորելը շատ առաջ կտանի իրենց գործը։ Հա։ Ու եթե կլինեն հայեր, որ կլինեն փոն քաղաքում, մոտակայքում, կարող են օգնության կարիք կունենան, կարող են դիմել ինձ էլ կօգնեմ մեծ սիրով։ Ինչով որ կարող են։ Շնորհակալություն։ Աստված տա, դուք էլ իրոք ձեր նպատակը, որ Հայաստանում պետքա տուն գնեք ու վերադառնաք, թող ձեր պլաններն էլ իրագործվեն։ Ու մի օր իմանանք, որ Թամարան իր ամուսնու երեխաների հետ վերադառնում են Հայաստան։ Ես շատ կուրախանամ։ Շնորհակալ։ Շնորհակալ եմ։ Հույսով եմ այդ օրը կգա։ Աստված առաջ։ Աստված առաջ։
Դե ինչ հաջողություն ձեզ։ Հաջողություն։